Հարց համար 22-ը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցը։ Զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ներկայացվող նախագծերի նպատակը երեխայի պաշտպանության համակարգում բարեփոխումներ իրականացնելն է, ինչը բխում է կառավարության 2021-26 թվականների ծրագրից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային այն պարտավորություններից, որ ստանձնել է։ Չնայած որ փաթեթը բավականին մեծ է, բայց ես կփորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել, առաջարկվող նախագծերը ավելացնում են համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում, հստակ սահմանելով լիազորություններ, որոնք իրականացվելու են երեխայի պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով։ Համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունը այս պահին կրում են խնամակալության հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական եւ միջազգային տարբեր զեկույցներում որակվում են ոչ մասնագիտական եւ ոչ արդյունավետ, որովհետեւ այնտեղ իրականում ներգրաված չեն հիմնականում մասնագիտական որակավորում ունեցող անձինք։ Փաթեթով նախատեսում ենք վերահաստատվում եւ նախագծերով վերահաստատվում եւ ամրապնդում է պետության դերը որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով։ Ուժեղացվել է համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքում վարձատրվող մասնագիտական գործառույթի եւ մոնիթորինգի ու վերահսկողության համակարգի ներդրման միջոցով։ Սա հնարավորություն կտա մասնագիտորեն իրականացնել ոչ միայն բացահայտումն ու արձագանքումը երեխայի պաշտպանության դեպքերին, այլ նաև դրա կանխարգելումը։ Սահմանվել են համայնքում սոցիալական աշխատողների միջոցով իրականացվող հստակ լիազորություններ, որոնք ընդգրկում են երեխայի պաշտպանության դեպքերի բացահայտումը, գնահատումը, մոնիթորինգը տուն-այցերի միջոցով, ինչպես նաև ուղղորդումը այլ մարմիններ ըստ անհրաժեշտության։ Սահմանվել եւ հստակեցվել են մարզպետների աշխատակազմերում երեխայի պաշտպանության հետ կապված լիազորությունները եւ դրանց մասնագիտական բնույթն ու դրանից ելնելով մասնագիտական հաստիկի անհրաժեշտությունը։ Սահմանվել է բուլինգ հասկացությունը եւ ամրագրվել, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող եւ կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաեւ բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։ Ամրագրվել է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի իր այլընտրանքային խնամքի ձևը եւ դրա նշանակման կամ իրականացման մասին որոշումը պարբերաբար վերանայվի, հաշվի առնելով նրա կարծիքը եւ լավագույն շահը, հանվել է տարիքային սահմանափակումը երեխայի կարծիքը հաշվի առնելու համար եւ երեխան իրեն վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցում է եւ իր զարգացող ունակություններին եւ աստիճանաբար աճող ինքնավստահությանը համապատասխան։ Սահմանափակվել է կենսաբանական ծնողի մասնակցությունը խնամատարության պայմանագրերի կնքմանը, եթե ծնողը դատական կարգով սահմանափակվել է ծնողական իրավունքներում կամ եթե երեխան գտնվում է շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում։ Փոփոխություններ են իրականացրել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55 է, դարձնում ենք 65, սահմանվել է ալիմենտի վճարման անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը, երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի հանդիսանալու պարտադիր պայման, հստակեցվել են երեխայի կարծիքը ներկայացնելու գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ ձևաչափերը նրա մասնակցությամբ ցանկացած գործողության դեպքում, ներդրվելու է նոր տեղեկատվական համակարգ եւ դրա վարման հետ կապված լիազորությունները, կարգավորումները, որը համայնքային մակարդակում կունենա մեծ կարեւորություն դեպքի վարման, երեխայի կարիքային ծառայությունների տրամադրման, աշխատանքների պլանավորման, մշտադիտարկման, հաշվետվողականության եւ թափանցիկության ապահովման տեսանկյունից։ Օրենքով նախատեսված նախագծերից բխող ավելի քան 40 ենթաօրենսդրական ակտերի իրավական ենթաօրենսդրական ակտերի մշակում, համապատասխանեցում եւ ավելի քան 10 նոր ենթաօրենսդրական ակտերի մշակում։ Ասեմ, որ այս փաթեթը մենք բավականին մանրամասն քննարկել ենք ինչպես մեր միջազգային գործընկերների հետ, այնպես էլ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 20 հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ ապահովելու համար երեխաների լսված լինելու իրավունքը նաեւ ներգրավվել են տարբեր թիրախային խմբերից երեխաներ եւ ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետություն 1993 թվականին ՄԱԿ-ի կոնվենցիան երեխաների իրավունքների մասին վավերացնելուց հետո 1996 թվականի նույն այսօրը մայիսի 29-ին ընտանեկան ուրեմն օրենսգիրքը
առաջին օրենքն է ընդունում, այնուհետև 2004 թվականին ընդունվում է ընտանեկան օրենսգիրքը, դրանից հետո տարբեր մանր-մունր փոփոխություններ են տեղի ունեցել փաթեթում, լավարկումներ եւ այլն, բայց մեծ համապարփակ վերանայում 2004 թվականից հետո ըստ էության առաջին անգամ այս փաթեթով ենք ներկայացնում։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Հարգելի գործընկերներ, այս ոլորտում մենք շարունակական եւ պարբերական օրենսդրական փոփոխություններ ենք լրացնում, որը հիմնականում նաեւ կապված է լինում շատ հաճախ մեր միջազգայինորեն ընդունված կոնվենցիաների, վավերացրած կոնվենցիաների հետ եւ ըստ էության այս փաթեթով մենք եւս մեկ անգամ ինչ ենք արձանագրում ենք ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Եվ սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Եվ դա առանձնահատուկ հարաբերություններ են, եւ այդ առանձնահատուկ հարաբերությունների մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, իհարկե, եւ երեխայի իրավունքները այդ առանձնահատկություններից մեկն են։ Եվ այս առիթը օգտագործելով ես ուզում եմ նաեւ հետեւյալը ասեմ, ընդհանրապես մեզանում տենց մի ընկալում կա, տենց երբեմն չձևակերպվող, բայց հաճախ նաեւ շատ ձևակերպվող, որ գիտեք, դե զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, դե այնտեղ ընտանեկան արժեքները մեր մոտ են, դե այնտեղ լրիվ բան այլասերված, ոչ բան արժեքներ են։ Ես նորություն ունեմ, հարգելի սիրելի ժողովուրդ մեզ համար, այդպես չի։ Այդպես չի, բացարձակապես այդպես չի։ Այնքան այդպես չի, որ նույնիսկ կարելի է զարմանալ։ Ուրիշ խնդիր կա, որ ինչքան երկիրը զարգացած է, ընտանիքի մոդելը այնքան պակասա հենված բռնության, կուլտուրայի եւ բռնության ենթամշակույթի վրա։ Բարձվում է, ինչքան զարգացած է երկիրը, այնքան ընտանիքի յուրաքանչյուր անդամներ, պատկերացրեք, ընդհանուր երեխաները ունեն իրավունքներ։ Եվ սա զարգացածության չափանիշ է։ Ես ուզում եմ մի հատ մեր պատկերացումներն էլ մեր ավանդույթների եւ նահապետականության մասին մենք մի հատ ճշգրտենք։ Ասենք ենթադրենք այն, որ նահապետականությամբ մի բանով մի երթիկով մի տանիքի տակ 4-5 ընտանիք են ապրել։ Դա ոչ թե նրանից է, որ տենց լավ է, այլ սոցիալ աղքատության արտահայտություն է դա։ Մենք էլ ուզում ենք սրբագործենք, հարգելիներս, որևէ պարագայում հարմար չի, որ երկու ընտանիք նույն սենյակում, ել չեմ ասում նույն տանը իրար հետ ապրեք։ Հասկանում եք, 1000 ու մի հարց կա։ Հարմար չի ուղղակի։ Եվ դա դարձնել, որ այ գիտեք, սա մեր նահապետական արժեքն է, որ պապը, տատը, երեխեն, թոռը, 4 երեխեքը իրանց կանանց եւ ամուսինների հետ պետք է նույն տանիքի տակ ապրեն եւ սա մեր ավանդույթն է։ Դա աղքատությունից է տենց եղել, ժողովուրդ ջան, տուն չեն ունեցել այդ մարդիկ։ Ժամանակ ա եղել, որ կովերնել են նույն սենյակի մեջ ապրել, բայց դա չի նշանակում, որ դա մեր ավանդույթն է։ Եվ ես ներողություն եմ խնդրում, բայց սենց բաներ կա, ես հասկանում եմ, պետք է խոսալ սենց բաների մասին, որովհետև ընդհանուր քաղաքական մշակութային մակարդակում մեկ էլ բաներ են հնչում, որ կարելի է նույնիսկ խելագարվել։ Դա աղքատության արտահայտություն է։ Լավ բան չկա նրանում, որ մի քանի ընտանիք իրար հետ նույն տեղն են ապրում։ Օգտվում են նույն ենթակառուցվածքներից եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա աղքատության ցուցանիշ է, դա աղքատության արտահայտություն է։ Եվ լավ է, որ հիմա երկիրը զարգանում է այն տրամաբանությամբ, որ մարդիկ հնարավորություն ունեն աշխատել, կանայք հնարավորություն ունեն, տղամարդիկ հնարավորություն ունեն, երիտասարդ ընտանիքներ հնարավորություն ունեն իրանց համար բնակարան ձեռք բերել եւ ապրել առանձին եւ նույնքան երբեմն ավելի շատ սիրել իրենց մյուս հարազատներին եւ ավելի լավ կապերով կապված մնալ մյուս հարազատների հետ։ Բայց ելի եմ ասում, ես ինչի եմ սրա մասին ասում, որտեղ սրա մասին պետք է ասել։ Որտեղ երբեմն տպավորություն է, որ մենք էլի նայում ենք ու չենք տեսնում։ Մենք անդադ նայում ու չենք տեսնում։ Փորձ է արվում ասել, որ երիտասարդ ընտանիքը, որ հնարավորություն ունի բնակարան կամ երեխան, ինչի ընտանիքը։ Հասուն մարդը, Ժորժ ջան, կներեք, հասուն մարդը ինչի պետք է իր ծնողի հետ ապրի, կարաք մի հատ բացատրեք։ Կամ ինչու չի կարող, լավ ուզում ապրի, դա ընտրության հարց է, որ ոչ մեկ չի կարող բան անել։ Ոչ մեկ չի կարող
ասել սենց արա կամ նենց արա, բայց ասել որ սա ավանդույթ է, նա ավանդույթ չի, դա ճիշտ բան չի։ Դա ճիշտ բան չի։ Մարդկանց պետք է թողել ազատ իրանց ընտրության։ Թողել ազատ իրանց ընտրության, ով ոնց ուզում է, թող ապրի։ Մեկ ուզում է առանձին ապրի, թող առանձին ապրի, մեկ ուզում է միասին ապրի, թող միասին ապրի, բայց ես նկատի ունեմ այդ ավանդույթը, որ մենք այս process-ները մեզ ավանդույթներից հեռացնում են, բացարձակապես այդպես չի, ընդհակառակը ավելի ամրացնում են։ Ավելի ամրացնում են, եւ ես կարծում եմ, որ սա պետք է ընդգծել։ Եվ ի վերջո շեշտը եւ առանցքը ազատությունն է մարդու, թե իրան ոնց է ավելի կոմֆորտ ապրել։ Եվ այդ թվում մենք պետք է ի վիճակի լինենք երեխաներին պաշտպանել որոշակի իրավիճակներում, եւ շատ ավելի լավ է, որ դա անի համայնքը, քան թե կառավարությունը, որովհետեւ համայնքը ինքը իրեն ավելի լավ է ճանաչում։ Համայնքը ինքը իրեն ավելի լավ գիտի եւ նրբությունները, հարաբերությունները եւ ի վերջո համայնքը անհատի նկատմամբ կարող է ավելի հոգատար լինել, քան կարող է հոգատար լինել կառավարությունը, որը զուտ ֆիզիկապես շատ ավելի հեռու է։ Պարոն վարչապետ, համայնքի դերի շեշտման համատեքստում ասեմ, որ եթե օրինակ հիմա համայնքներում մենք ունենք սոցիալական աշխատողներ եւ տարածքային կառավարմանի ենթակառուցվածքների նախարարություն, երբ որ համայնքների միավորման նախագիծներ իրականացնում, յուրաքանչյուր 5000 բնակչի հաշվով մեկ սոցիալական աշխատող կա նախատեսված, նաև որոշակի միջազգային փորձ կա ուսումնասիրված այս մասով, եւ ըստ էության այդ սոցիալական աշխատողներն իրականացնում են այն գործառույթները սոցիալական պաշտպանության ոլորտի, որով որ սահմանում է համայնքը։ Հիմա մենք մեր այս օրենքով նաև ասում ենք, որ պետք է համայնքներում լինեն եւս մեկ սոցիալական աշխատողներ, կրկին 5000, բայց երեխայի հաշվարկով, որոնց գործառույթը միայն պետք է լինի երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվելը, կանխարգելելը եւ ըստ անհրաժեշտության շատ օպերատիվ մյուս գերատեսչությունների հետ կոմունիկացնել, եթե կլինեն հատկապես այսպես թիրախային գոտում գտնվող երեխաներ եւ ռիսկեր։ Եվ մյուսը խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովներն են, որոնք որ առանցքային դերակատարություն ունեն որոշում կայացնելու երեխայի լավագույն շահից ելնելով օրինակ ծնողներից առանձնացնելու եւ ըստ անհրաժեշտության ընտանիքին մոտ միջավայրում կամ խնամքի հաստատություն փոխարինելու։ Այստեղ շատ կարեւոր է, որ մենք ունենանք նաև որ կամավորության սկզբունքով են ձևավորում այդ հանձնաժողովները, ունենանք խիստ պրոֆեսիոնալ մարդիկ, որտեղ այդտեղ շատ զգայուն հարցեր կան երեխաների իրավունքների հետ կապված, եւ ըստ էության մենք հիմա կարգավորում ենք բոլոր այս պրոֆեսիոնալ համայնքների հետ աշխատանքով, որպեսզի այս առաջիկայում արդեն երբ որ օրենքից հետո բխող ենթարարական ակտեր եւ ազգային ժողովում կքննարկենք առաջիկայում փուլային տարբերակով կանցնի, վստահ լինենք, որ մեր համայնքներում մենք ունենք պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր որ զբաղվելու են երեխաների իրավունքների պաշտպանությամբ։ Դա էլ հաջորդ ամենամեծ մարտահրավերն է, որովհետեւ հա մեխանիզմ, բայց մենք պետք է նաեւ համոզված լինենք, որ կան անհրաժեշտ կադրեր, ովքեր այդ ամեն ինչը պրոֆեսիոնալ մակարդակի տիրապետում են, որովհետև հետ էլ եկեք ասենք, պարոն Մկրտչյան, որ խնամքի հաստատությունները իրանց հետ որոշակի մարտահրավերներ են բերում եւ այդտեղ էլ մենք խնդիրներ ունենք։ Ընդ որում մեծահասակների խնամքի հաստատություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կամ այլ խնդիրներ ունեցող անձանց խնամքի հաստատություններում դեպքեր են բացահայտվել արդեն, որ ուղղակի չես հավատում, որ դա հնարավոր է, չես հավատում, որ դա կարող է տեղի ունենալ ուղղակի ֆիզիկապես, բայց դրանք փաստեր են տեղի են ունենում եւ դա մեր համակարգային ինստիտուցիոնալ խնդիրների արտահայտությունն է, որ մենք չունենք համապատասխան մեխանիզմներ, որ կանխարգելենք եւ էականորեն նվազեցնենք նման բաների, նման երևույթների տարածումը։ Համաձայն եմ պարոն վարչապետ, որ մենք այսպես ավանդույթով մեր խնամքի հաստատություններում միշտ ունեցել ենք խնդիրներ, բայց զուգահեռ կառավարությունը ունի եւ միջազգային ստանձնած պարտավորություններ ապա ինստիտուցիոնալացման մեխանիզմներ ներդնելու առումով, այսինքն այնպիսի մեխանիզմներ, որ մենք այդ հաստատություններից նախ եւ առաջ երեխաների մասով հանենք երեխաներին եւ ընտանիքին մոտ միջավայրում հնարավորություն տակ եւ այս առումով մենք ներդրել ենք խնամատարության
ինստիտուտը, որը կարող եմ ասել, որ աննախադեպ այսպես լավ արդյունքներ ունի, մի քանի տասնյակից հիմա մենք վերջին տարիների ընթացքում այս պայծրությամբ ունենք շուրջ 185 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ովքեր որ խնամքի հաստատություններից հիմա դուրս են եկել եւ ապրում են կենսաբանական ընտանիքներում, այլ ընտանիքներում, այսպես ասած, ովքեր որ իրենց նաեւ երեխաների հետ միասին ապահովում են այդ երեխաների խնամքը, բնականաբար բոլոր անհրաժեշտ մեխանիզմներն այնտեղ կան դրված վերահսկողության, մոնիթորինգի եւ այլնի, եւ մեր մեխանիզմները բավականին լավն են նաեւ միջազգային պրակտիկայի առումով, անգամ վերջերս մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ուղերձով շնորհակալություններ հայտնել Հայաստանի կառավարությանը առաջնորդելու համար այս ռեֆորմը, դրան զուգահեռ մենք անկախ կյանքի կենտրոններ ենք ստեղծելու, հիմա արդեն շինարարական աշխատանքները սկսվել են Մեծամոր համայնքում, մենք վերջերս հիմնարկեքի արարողությունը սկսեցինք, շինարարությունը ընթանում է, դա ինչ է լինելու, այդ ձեր նշած դեպքերը, նաև մեծահասակների հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդիկ կլինեն, հաշվանդամություն ունեցող մարդիկ, խնդիր ունեցող մարդիկ կլինեն, այդ ցերեկային կենտրոնում կստանան ծառայություններ եւ մենք կկանխարգել ենք, որպիսի իրենք մտնեն հաստատություններ, այսինքն ցերեկային ծառայությունը կստանան կենտրոնում, անկախ կյանքի կենցաղավարման հմտություններ կսովորեն, որից հետո կվերադառնան երեկոյան իրանց ընտանիք նորից հաջորդ օրը կգան ծառայություններ ստանալու։ Այսպիսի մեթոդներով մենք գնալու ենք ապա ինստիտուցիոնալացման, որպեսզի կարողանանք մեր հաստատությունների վատ գետոյացված տրամաբանությունից դուրս գանք։ Դա շատ բարդ process է առնելու, որը շատ մեծ մարտահրավերներ է բերելու, բայց որ պետք է գնանք այդ ճանապարհով, կարծում եմ արդեն ոչ մեկս չենք կասկածում եւ ուղղակի ստեղել, էլի մարտահրավերներ են լինելու, եկեք չտրամադրվենք, որ այ հիմա այս որոշումը ընդունեցինք եւ ամեն ինչ լինելու է հարթ, չի լինելու հարթ եւ պետք է շատ ուշադիր լինենք, որ այդ անհարթությունները չլինեն ծանր հետևանքների բերող, այլ իրանք ընթացիկ աշխատանքային վիճակներով հնարավոր լինի կարգավորել։ Համեց։ Կարճ արձագանք, ասեմ, որ ինչպես այս ռեֆորմը, այնպես էլ մեր մյուս մեծ տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած համակարգերի բարեփոխման մեր նախագծերը մենք անցումային փուլերով ենք իրականացնում, ենք ազգային ժողովը առաջիկա ամիսներին սա հաստատելուց հետո մենք կրկին ինչպես անապահովության համակարգի պիլոտավորումը 2 մարզում արեցինք, ինչպես հաշվանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատումը փուլային արեցինք, սա էլ ենք սկզբից անելու ենք առանձին 2 մարզում, մեր խնդիրներն ենք հասկանալու, տեսնելու ենք ինչ բաց թողումներ ունենք, հետո փուլ առ փուլ անցնելու ենք ամբողջ հանրապետությունում իրականացնենք։ Շատ լավ, շնորհակալ եմ, խնդրեմ այլ հարց համեցեք տիկին։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ես եւս կուզենամ արձանագրել այս նախագծերի փաթեթի կարևորությունը եւ այն խնդիրները, որոնք իրապես Հայաստանում առկա են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի տեսանկյունից եւ դրանց լուծումները, կարևոր լուծումները, որ տրվել են այս նախագծերի փաթեթով։ Մենք պետք է իրապես բաց աչքերով նայենք խնդիրներին եւ հասկանանք, որ Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության գործող համակարգը իրականում ունի բազմաթիվ խնդիրներ եւ այդ խնդիրներից մեկը նաեւ այս պահին պիտի հատուկ արձանագրեմ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների ոչ արդյունավետ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքն է, սա միանշանակ պետք է արձանագրել եւ իրապես շատ կարեւոր է, որ այս աշխատանքը մասնագիտացվում է, պարզապես կարեւոր է նաեւ, որպեսզի ինչպես արդեն քննարկման շրջանակներում էլ նշվեց, կարողանանք երաշխավորել պատշաճ մասնագետների ներգրավումը այս բոլոր գործընթացներում։ Ես եւս կարևորում եմ երեխայի կարծիքը հաշվի առնելու եւ երեխայի լսված լինելու իրավունքի երաշխավորումը, որը այսօր դարձյալ Հայաստանում շատ խնդրահարույց մի ոլորտ է իրացման տեսանկյունից, նաեւ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից եւ որոշակի առումով այս նախագծերի փաթեթը լուծում է խնդիրը, բայց այստեղ կուզենամ հատուկ արձանագրել նաեւ այն ավանդական կարծրատիպային պատկերացումները, որ ոչ միայն հասարակությունում, նաեւ շատ դեպքերում պետական մարմիններում են առկա խնդիրների հետ կապված։ Մենք մի քանի առանձին դեպքեր ենք ունեցել, երբ երեխաները մեզ տեղեկացրել են, որ իրենք որևէ պետական մարմնի են զանգահարել ինչ-որ խնդիր ներկայացնելու համար եւ իրենց ուղղակի մերժել են խնդրի վերաբերյալ, հա, իրենց այդ տեղեկատվությունը լսել է, ասել են, որ պիտի ծնողները զանգահարեն։ Ուզում եմ կոչ անել բոլոր պետական մարմիններին նկատի ունենալ, որ երեխաները իրականում կարող են բողոք ներկայացնել օրինակ, հա, ընտանեկան բռնության հետ կապված հարցերի առնչությամբ կամ իրենց խնամքի դաստիարակության վերաբերյալ կամ ցանկացած այլ հարցի, որտեղ իրոք
թող հենց երեխայի ձայնը պետք է լսելի լինի, լսված լինի, դրա համար կոչ եմ անում բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին պարտադիր հաշվի առնել նաեւ երեխաների կողմից ներկայացվող բողոքները եւ երեխաների նկատմամբ բռնության հետ կապված խնդիրների առումով այստեղ էլ եմ ուզում արձանագրել եւ նաեւ շարունակել ձեր միտքը, պարոն վարչապետ, որ այո, մենք շատ թյուր պատկերացումներ ունենք այն մասին, թե արդյոք Հայաստանում երեխաների նկատմամբ բռնություն առկա է թե ոչ, ուզում եմ ես էլ վատ նորություն ասել այն առումով, որ այո, շատ մեծ ծավալների է հասնում երեխայի նկատմամբ բռնությունը, ընդ որում խոսքը բռնության գրեթե բոլոր տեսակների մասին է, այդ թվում սեռական բռնության, եւ այս տեսանկյունից ամենակարևոր հանգամանքը այն է, որպեսզի մենք կարողանանք ամբողջությամբ վերափոխել երեխայի նկատմամբ բռնության արձագանքելու, բռնությունը կանխարգելելու եւ հետագայում այս գործերով քննություն իրականացնելու համակարգը, որովհետեւ մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես բռնության կանխարգելման ու բռնության արձագանքման մեխանիզմների տեսանկյունից դարձյալ խնդիրները շատ մեծ են, ընդհանուր այն աստիճանի, որ որոշակի դեպքերում օրինակ հա իրավասու մարմինների ներկայացուցիչները կլինեն դրանք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, թե ցանկացած այլ իրավասու մարմնի ներկայացուցիչ, իրենք հենց բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն, արդյունքում չեն էլ կարողանում արձագանքել այս խնդիրներին եւ վերջում ես էլ եմ ուզում արձանագրել ապա ինստիտուցիոնալացման կարեւորությունը եւ նշել, որ այո, մենք չպետք է մեր հասարակությունում ունենանք գետոներ, որտեղ առանձնացնենք տարբեր խումբ մարդկանց ու շատ կարեւոր է, որպեսզի պատշաճ մակարդակով կարողանանք երաշխավորել նաեւ ապա ինստիտուցիոնալացման գործընթացի իրականացումը եւ դրա պրոֆեսիոնալ ավարտը։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, բայց վատ լուրերի հետ ես կարծում եմ պետքա լավ լուրերի մասին էլ ասել, օրինակ ես ենթադրում եմ մի այսպիսի երևույթ եմ ես նկատում, որ բավականին արդեն երկար ժամանակ է, այնպես չի որ նոր է այդ երևույթը։ Ես նկատում եմ, որ օրինակ երեխաները ավելի ու ավելի շատ են սկսում կապվել իրաց դպրոցների եւ իրաց մանկապարտեզների հետ, ինչը ենթադրում եմ կապված է նրա հետ, որ երեխաներին լսված լինելու հանգամանքի հետ կարա կապված լինի։ Օրինակ ես շատ երկար ժամանակ արդեն ինձ համար տենց լինում է, չէ՞ որ միջավայրում, որ խոսակցությունների մեջ, օրինակ որ երեխաները զգում ես, որ երեխաները հաճույքով են գնում դպրոց, երեխաները հաճույքով են դնում մանկապարտեզ, որովհետև սովորաբար մեր հիշողություններով այդքան էլ տեն չէր, այսինքն ինչ որ այլ խնդիրներ կային, որ երեխաներին միշտ ինչ որ բան էր առաջացնում, խոչընդոտներ էր առաջացնում, բայց հիմա առնվազն այս միտումը կա, որ ընդհակառակ երեխեք ուզում են մի քիչ ավելի երկար մնան, ուզում են այն ազատ օրերին էլ, որ դպրոց կամ մանկապարտեզ չեն գնում, ենթադրում եմ ցավոք ոչ բոլոր տեղերում կարա այդպես լինի, բայց որ այս երևույթը արդեն կա, այդ շատ ուրախացնող հանգամանք է եւ կարող է կապ ունենա այս մեր քննարկումների թեմաների հետ, որ երեխան ինքը իրան գտնում է ավելի նպաստավոր դերում եւ եթե դա տեղի է ունենում դպրոցում եւ եթե դա տեղի է ունենում մանկապարտեզում, շատ ավելի լավ։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իրականում դա նաև կրթական բարեփոխումների առանցքում է, այսինքն ես կուզեմ այս կապերը ընդգծել, որտեղ հանրակրթության բարեփոխումները, նախադպրոցական կրթության բարեփոխումները ուղղված են նրան, որ կենտրոնում երեխան է եւ սա նշանակում է թե երեխայի մասնակցելու իրավունքը եւ այդ մասնակցության ապահովման մեթոդներն ու նաեւ գործիքակազմը։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ որ երեխաները մասնակցում են դպրոցի տնօրենի ընտրության գործընթացին, արտահայտելով իրենց կարծիքը այն ծրագրերի վերաբերյալ, որոնք տարբեր հավակնորդներ ներկայացնում են։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ որ մենք ինստիտուցիոնալ ենք դարձրել երեխաների մասնակցությունը դպրոցի վերաբերող այլ կարևոր հարցերում։ Բոլորովին վերջերս մենք քննարկում ենք մասնակցային բյուջետավորման գործընթացը եւ այդտեղ նույնպես մեր երեխաների մասնակցության հնարավորությունները։ Սրան շատ մեծ նպաստում է բերում նաեւ այն մեթոդները, որ ներդրվում են եւ կուզեմ նշել օրինակ նախագծային ուսուցումը։
Նախագծային ուսուցումը ամբողջությամբ վստահում է երեխային, որտեղ երեխային ասում է դու մեկն ես, ով որ կարող է իր շրջապատում նկատել խնդիրները եւ առաջարկել այդ խնդիրների լուծումները։ Եվ նախագծային ուսուցումը դարձնելով պարտադիր, մենք ստեղծում ենք մի համակարգ, որտեղ երեխաների մասնակցությունը իրենց հետաքրքրող խնդիրներով իրենց զբաղվելը միաժամանակ թե կրթական գործընթաց է եւ թե նաեւ նպաստում է, որ այդ միջավայրային փոփոխությունները տեղի ունենան։ Խնդիրները իհարկե շատ են եւ այստեղ Տիկին Մանասյանի նշած բոլոր հարցերը տեղի ունեն մեր իրականության մեջ, բայց նաեւ շատ մեծ ջանք է դրվում եւ ես կարծում եմ, որ մենք պետք է գնահատենք նաեւ այն փոփոխությունը, որը ունենք, որտեղ իրավիճակը նույնը չի, ինչ որ 5 տարի առաջ, ինչ որ 3 տարի առաջ, ինչ որ նույնիսկ 1 տարի առաջ եւ մարդկանց կարողությունների զարգացումը մեր շարունակական քաղաքականության մաս է եւ շատ թեմաներ, որոնք երեխաների պաշտպանության հետ կապ ունեն եւ մասնակցության ներդրված են մեր պարտադիր վերապատրաստման ծրագրերում։ Շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, դուք կարծում եմ շատ լավ բառ օգտագործեցիք վստահություն եւ ելի լավ լուրերի տրամաբանության մեջ ես կարծում եմ գոնե իմ տպավորությունն է այսպեսին, որ այսօր արդեն եւ բավական երկար ժամանակ այնպես չի, որ այսօր սկսվեց դա, իմ տպավորությամբ հատկապես մայրաքաղաքում եւ խոշոր քաղաքներում ծնողները երեխաներին ավելի մեծ ազատություն են տալիս եւ ավելի մեծ վստահությամբ են վերաբերվում նրանց։ Այս շատ կարևոր մի նրբություն է, որը էլի կարա կապված լինի ընդհանուր կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների եւ այլնի հետ։ Եվ ես մտածում եմ, որ ինչքանով սա կարա մանավանդ հիմա շատ մեծ խնդրեմ է երկրում եւ աշխարհում, ինչքանով կարա սա կապ ունենա օրինակ վատ սովորությունների ձեռքբերման եւ այլնի հետ, բայց հետահայաց երբ որ նայում ենք, օրինակ եթե վերցնենք ծխելը որպես շատ վատ եւ շատ վնասակար սովորություն, օրինակ ես հիշում եմ այն ժամանակներում ծխելու հետ կապված ամենախիստ վերաբերմունքը եւ տենց շատ բան վերաբերմունքը ծխելու հետ կապված էր մեր միջավայրի, մեր ավակների, ծնողների եւ այլնի, որ ծխելը համարյա հավասարեցված էր հանցագործության նման մի բան էր ընկալվում, բայց մենք բոլորը սկսեցինք ծխել։ Այսինքն այդ բան միջավայրը, որ տեսեք հենց բռնվեք պրոբլեմ առնելու եւ դա չի կար, դա ամենևին չխոչընդոտեց, որ մենք սկսենք ծխել։ Բոլորս սկսեցինք ծխել, հետո ոչ մեկ մեզ չասեց, այ բան արա, ծխելը թող չնայած մեր որոշ գործընկերներ դեռ շարունակում են ծխել, հասկանալի է, բայց նկատի ունեմ էլի անձնական ընտրության հարցը, այդտեղ մյուս բանը այդ խիստ համակարգը որոշակի դերակատարություն բան չունի։ Չեմ կարծում, թե ես նկատի ունեմ հիմա օրինակ շատ է խոսվում թմրամիջոցների հետ կապված խնդիրների մասին եւ ակնհայտ է, որ այդ խնդրեմը կա։ Ես հիմա զուգահեռ մտածում եմ, ասում եմ, այդ ազատությունը ինչքանով է նպաստում դրան, դե երևի ինչ որ չափով նպաստում է, բայց հետահայաց որ նայում եմ, որ այդ խստության կամ ինչ բառ ասեմ, տենց բանի, տենց ռեժիմային մթնոլորտը ժամանակին այդ ընկալում ենթադրում եմ հիմա էլ կա այդ ընկալումը ծխելու հետ կապված, բայց այդ շատ խիստ եւ բանի սարսափի մթնոլորտը խոչընդոտ չդարձավ, որ մենք ժամանակին սկսենք ծխել։ Ենթադրում եմ, որ ստե չի խնդրեմը մի քիչ այլ տեղ է եւ երևի պետք է փնտրել գտնել այդ խնդրեմի լուծումը։ Իմիջիայլոց ասեմ, մենք այս վերջերս նաեւ թմրամիջոցների դեմ պայքարի հարցում կարծում եմ բավականին կարևոր քննարկում ենք ունեցել, մասնավորապես ոստիկանության բարեփոխումների հայեցակարգի տրամաբանության քննարկման ընթացքում իհարկե մենք պետք է առերեսվենք, որ դա շատ լուրջ խնդրեմ է, բայց նաև այդ խնդրեմի դեմ պայքարի մեր մարտավարություններն ու ռազմավարությունները պետք է մաքսիմալ արդյունավետ լինեն, որպեսզի մենք համոզված լինենք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում եւ ի վերջո կարողանում ենք ճիշտ հասցեագրել։ Ամփոփելով ասեմ, որ այո, սա շատ կարևոր է եւ փոխվում են, մենք պետք է դա էլ արձանագրենք, որ օբյեկտիվորեն փոխվում են պատկերացումները, զարգացմանը զուգահեռ պատկերացումները, հարաբերությունները եւ այլն եւ այդպես շարունակ, եւ մենք պետք է ուղղակի արձանագրենք հետեւյալը, որ ազատությունները իրանք նեգատիվ բաների կարող են բերել, բայց դա չի նշանակում, որ ազատությունը ինքը նեգատիվ երևույթ է, որովհետև այն նույնն էլ է բերում նույն ընդհակառակը։ Այսօր կան երկրներ, որտեղ
ժողովրդավարություն չկա ընդհանրապես, հակոտնյա են այդ երկրների ժողովրդավարության հետ, բայց նույն թմրանյութերի հետ կապված խնդիրները ոչ միայն էականորեն ավելի մեծ են, բայց նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ տասնյակ անգամներով ավելի մեծ խնդիրներ կան այնտեղ, այնպես որ խնդիրը այդ չի, ուղղակի նաև հետևյալը կամ ուղղակի որպես մի դիտարկում ես անեմ, մի խորհրդակցության ժամանակ գուցե կառավարության նիստում եմ առիթ ունեցել դրա մասին խոսել, ես առաջարկում եմ, որ մենք երբեմն խոսելիս ասում ենք նեգատիվ, ոչ թե նեգատիվ, այլ տենց ոչ այդքան դրական փոփոխման ենթակա երևույթների մասին ասում ենք ավանդական, այսպես ես առաջարկում եմ, որ մենք ավանդականը, ավանդույթը նեգատիվի հետ չկապենք, դա չի մեր ավանդույթը, որովհետև հա, ինչքան էլ մեր ավանդույթը նույն ընտանեկան ավանդույթի ամենակարևոր տրամաբանությունը, որը մենք պիտի ավանդույթ համարենք այն է, որ այո մարդը ազատ է, անկախ է, ընտանիքում էլ ինքը ազատություններ պետք է ունենա, բայց հարազատի նկատմամբ խնամքը, ծնողի նկատմամբ խնամքը, ծնողի նկատմամբ հոգատարությունը, այն պայմաններում, երբ այսօր նաև ընտանեկան շատ ավանդույթներ կան, տատիկներ, թոռնիկներ հարաբերությունները, որ շատ դեպքերում ըստ էության ես դա շատ լավ բան եմ համարում եւ մեր ինքնության կարևորագույն մասերից մեկն է, որ երեխաները այնտեղ որտեղ Աստված տվել է եւ կան առողջ տատիկներ եւ պապիկներ, իրանք հիմնականում դաստիարակվում են պապիկների եւ տատիկների ձեռքով եւ դա մեր այն իսկապես շատ արժեքավոր ավանդույթներից մեկն է, որ ուժեղացնում է մեր ընտանեկան կապերը եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ես ձեզ ասեմ նաեւ շատ զարգացած երկրներում այդ նույն երևույթը շատ նույն ձևով արտահայտվում է։ Այդտեղ շատ կարևոր է, որ մենք այս նրբություններն էլ իմանանք եւ իհարկե այսօր կան բազմաթիվ ընտանիքներ, որտեղ ծնողների նկատմամբ խնամք կա առանձնահատուկ եւ նաեւ եւ ծնողներ կան, որոնք առանձնահատուկ խնամքի կարիք ունեն եւ կարծում եմ մեր ավանդույթի շատ կարևոր մաս է, որ դա յուրաքանչյուր ընկալում է որպես պարտավորություն, որը ինքը պետք է անի, ընդ որում ոչ թե այսպես ասած դե յուրե պարտավորություն, այլ բարոյական պարտավորություն, որը մեր ինքնության մասն է, մեր ինքնագիտակցության մասն է եւ այդ արժեքները շատ կարեւոր են։ Ես նկատի ունեմ, պետք է նաեւ այս քննարկումների ընթացքում մենք ճիշտ զատորոշենք թեմաները իրարից, որպեսզի մեր արժեքները եւ այն ինչ որ իսկապես մեզ համար արժեքավոր է, չխառնենք այն մյուս երևույթների հետ, որովհետեւ դրանք նախ շատ մոտ են իրար, իրանց դիստանցիաները այդքան շատ հաճախ նկատելի չեն, բայց որ դիստանցիաները կան եւ դրանք տարբեր երևույթներ են, իհարկե այդս էլ պետք է անպայման հաշվի առնել։ Շատ լավ, կան այլ դիտարկումներ, եթե չկան, հարցը դնում եմ քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։